2026 թվականի հունիսի 18-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակեց ապրիլյան պատերազմի գործով առաջին վճիռը։ Այսօր զրուցելու ենք գործով փաստաբանական խմբի անդամ եւ ներկայացուցիչ փաստաբան Արա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, անդրադառնալով վճռին, սա առաջին վճիռն է ապրիլյան պատերազմի վերաբերյալ։ Կխնդրեմ նախ ներկայացնեք նախապատմությունը, ինչպես գործը ներկայացվեց Եվրոդատարան, ինչու էր սա այսքան կարևոր։ Կարևոր էր, որովհետև մենք ընդհանուր 23 գործով սպասում ենք վճիռ եւ առաջի վճիռն էր, նաեւ կարևոր է նրանը, որ սա ցույց է տալի պատերազմական հանցագործություններ, իսկ եթե առավել լայն շրջանակով նայենք, ընդհանուր, ասենք, մարդկանցյան ուղղված հանցագործության այդ լայն շրջանակի միայն մեկ դրվագ է։ Եթե մենք Ադրբեջանի գործողությունները դիտարկենք, ասենք, առնվազն 2010 թվականից սկսած մինչև 23 թվականի հայտնի դեպքերը, որ ավարտվեց 100,000-ից ավելի անձանց բռնի տեղահանմամբ։ Այսինքն դա միայն մեկ դրվագ է, բայց այդ դրվագը բացահայտում է պատերազմը վարելու մեթոդը, որ Ադրբեջանը ընտրել էր, այն է ահաբեկչությունը, եւ նկատի ունեցեք, որ հենց դա է Ադրբեջանը վերագրում հայերին։ Ահաբեկչությունը, էթնիկ զտումը, ցեղասպանության նախապատրաստումը, սրանք պատերազմի մեթոդներ էին։ Սա միայն մի փոքրիկ դրվագ է, մոզաիկայի մի փոքրիկ հատվածն է։ Դրա համար, երբ որ մյուս վճիռները արդեն դուրս կան, եւ ավելի շատ տվյալներ հավաքվեն, արդեն միջազգային հանրության համար, նաեւ մեր հասարակության համար ավելի պարզ կլինի, որ Ադրբեջանը այն պատերազմը, որ վարել է, դա այնքան էլ հայրենական պատերազմ չէր, ինչպես իրենք են կոչում։ Արդարացի պատերազմ չէր, դա զավթողական, ագրեսիվ պատերազմ էր եւ այստեղ ատելությունը, ոչ թե այն ատելությունը, որ ծնվում է զինվորի մոտ իր հակառակորդի նկատմամբ, այլ ատելությունը հայերի նկատմամբ, որ հայերը ընդհանրապես այս տարածքում ապրելու իրավունք չունեն, չէ՞ որ իրենց ղեկավարը բացեբաց այդպես էլ հայտարարում է։ Այս վճիռը այդ ամբողջ նկարի, պատկերի միայն մի փոքրիկ հատվածն է։ Իմ համար դա է կարևոր։ Այնքան որքանով կարևոր է նաև հենց տեկուս հետքի լրագրողների հրապարակած այդ լուսանկարը Խալափյանների վերաբերյալ, որ ցնցեց աշխարհը եւ աշխարհում հասկացան, թե ինչ պատերազմ վարում Ադրբեջանը։ Նմանապես կարևորությունն այս վճիռը։ Միտեղ լրագրողների աշխատանքներ, միտեղ իրավաբանների աշխատանքներ։ Այս գործը ինչպես է ներկայացվել, որպես միջպետական գանգատ, թե անհատական դիմում։ Այն ժամանակ պետությունը ընդհանրապես չէր ուզում խառնվել, խոսքը 16 թվականը, ոչ միայն չէր ուզում խառնվել, այլև հորդորում էին որոշ շրջանակներ, որ դուք խանգարում եք մեր Մինսկի խմբի հետ քաղաքական բանակցությունները, երբ որ բերում եք ձեր, այդպես էլ ինձ ասում էին, ձեր հայցերը։ Այսինքն որոշակի, չեմ ասում անանդուրժողականություն, բայց սառը վերաբերմունք կար, երբ որ մասնավոր խմբերը, փաստաբանները, իրապաշտպանները նման գանգատներ էին ներկայացնում, բայց մյուս կողմից չէին միջամտում բոլոր դեպքերում։ Այս գործերի նախաձեռնությունը հիշում եմ Արման Թաթոյանի կողմից եկա, երբ որ նա օմբուդսմեն էր եւ ապրիլի 3-ին Թաթոյանը առաջարկեց ինձ եւ Զեյնալյան Արտակին միասին մեկնել Արցախ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Որտեղ արդեն սկսել են առաջին տեղեկությունները գալ պատերազմի այդ մեթոդների մասին եւ երկու օր այնտեղ անցկացնելով հետո արդեն զինադադար էր, վերադարձանք Հայաստան, հասկացանք, որ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ եւ այդպես արդեն աշխատանքային խումբը ձևավորվեց։ Եվ շարունակեցինք աշխատանքները մոտ 1 տարուց ավել, ներկայացրեցինք մեծ քանակով նաեւ գույքային հայցեր, բայց առաջնահերթությունը իհարկե այս 23 գործերն էին, որտեղ այստեղ եւ ժամկետի հարց կար եւ նաեւ խախտման բնույթներ, որ մեզ ստիպեց առաջնահերթություն տալ այս 23 գործերին։ Իսկ ապացուցողական ինչ բազա է կիրառվել։ Դա ամենաբարդ հարցն է, ընդհանրապես միջազգային դատավարություններում կամ ցանկացած դատավարություններում ապացույց հավաքել, այն էլ միջազգային դատավարություններում, այն էլ այնպիսի տարածքից, որը քո վերահսկողության տակ չէ։ Այստեղ առաջերտին պետք է հարգանքի տուրք տալ մեր նախաքննական մարմիններին, այսինքն ոչ թե մեր, այլ Արցախի նախաքննական մարմիններին, որոնք ամենայն մանրամասնությամբ ֆիքսել էին բոլոր այդ ապացույցները, որովհետև այն դիրքերը, որտեղ հանցագործությունները կատարվել էին, կար ժամանակ հետո անցան Արցախի պաշտպանության բանակի արդեն վերահսկողության տակ, եւ այստեղ սկսեցին արդեն աշխատել քննիչները եւ ամրագրել ապացույցները։ Մենք հետո արդեն ներգրավեցինք վարություն որպես տուժողի
իրավաճորտների ներկայացիչ, որպես փաստաբաններ, եւ այդպես կարողացանք ստանալ ինֆորմացիա եւ տեսանք, որ բավական մանրամասն ամրագրված էր ապացույցները, ասենք մարմնական վնասվածքները, խոշտանգումները եւ այլն։ Դա ապացույցների առաջին եւ կարևոր խմբականակը։ Երկրորդ խմբականակը արդեն այն ապացույցներն են, որոնք Ադրբեջանի հանրային ծառայողները, սկսած իրենց նախագահից վերջացած զինվորականներից, իրենք ազատորեն տարածում էին կադրեր, տեսանյութեր, բռնության կոչեր համացանցում, իհարկե ոչ պաշտոնական, այլ մասնավոր, բայց պարզ է, որ դա պետական մարմինների վերահսկողությամբ էր արվում, դա նույնպես պատերազմի մեթոդ է, ժողովրդի մեջ ատելությունը սերմանելու եւ նրանց ոտքի, այսպես ասած, կանգնացնելու, որպեսզի հայերի դեմ կռվեն, բայց արգելված պատերազմական մեթոդներով։ Այդ ապացույցները արդեն առավել հեշտ էր հավաքել մեզ, հիմնականում հանրային տիրույթներից, մնում էր դա հավաքել եւ որոշակի մշակումների ենթարկելով արդեն ներկայացնել։ Այստեղ պետք է շեշտել, որ մեր հիմնական վկան դա հենց նախագահ Ալիևն էր, որը աչուձախ ատելության խոսք էր տարածում, դրանով կրկին իր ժողովրդին պատերազմի կոչ անելով, բայց հարձակողական բռնի պատերազմի, այլ ոչ թե ինքնապաշտպանության, ինչպես իրենք ասում են եւ 16 թվականին, եւ 20 թվականին, եւ նույնիսկ 23 թվականին։ Ամեն ինչը ներկայացել է որպես ինքնապաշտպանություն, որպեսզի կարողանան տեղավորել որոշակի իրավական հիմքերում։ Ահա ապացողական զանգվածը նման տվյալներից էր բաղկացած եւ մի պահ կար, որ վտանգված էին այս գործերը, որովհետև այստեղ եւ ապացույցների հետ խնդիր կար եւ տարածքային իրավազորության հետ կապված խնդիր կար, բայց ի վերջո դատանը մեր փաստարկները հավաստի համարեց եւ վճիռն էր, որ դուք կարդաք, այնտեղ տեսեք այնպիսի ապացույց կա, որ մարդու մարմնով դող է անցնում նույնիսկ պատկերացնելու համար, ասենք նույն Թորոյանը մահանալուց առաջ SMS է ուղարկում իր ընկերոջը, որ ինձ խփեցին։ Եվ սա ունի եւ իր իրավական կողմը, եւ ունի իր էմոցիոնալ կողմը, պատկերացրեք, ասենք, իր վիճակը։ Եվ այն երիտասարդը, որը ստացել էր, իր հեռախոսը անջատված էր, որտեղ մարտական գործողություններ, ասենք մի ժամուկես հետո մի աստումա տեսնում եմ, որ նման SMS է ստացել։ Որպես ապացույց այդ երկու բառը ինձ խփեցին, համադրվում է ամենատարբեր փաստական հանգամանքների հետ, որոնք հաստատում են այն վարկածը, որը մենք ենք առաջ մղում, այլ ոչ թե ներկայացնում, եւ այն վարկածը, որ ադրբեջանցիներն են առաջ մղում, որ մենք այդտեղ ընդհանրապես որևէ գործողություններ չենք արել, մենք այդ տարածքը չենք վերահսկում, հայերն են վերահսկել, որ իրականում ճիշտ էր, որտեղ Թալիշի դիրքերի թիկունքի մասն է խոսքը, այնտեղ ուղղակի կա կոնցեպտ, երբ որ կարճ ժամանակով կարող է հակառակորդի ուժերը որոշակի վերահսկողություն սահմանել, թեկուզ 4-5 ժամ, բայց այնտեղ ասենք գործադիր իշխանություն իրականացնել, որոշել մարդու կյանքի հետ կապված հարցը։ Մենք պետք է նման բան կարողանայինք ապացուցել եւ մեզ հաջողվեց դա ապացուցել։ Բայց մի փոքր շեղվելով ձեր հարցից, իմ մոտ այդ դրվագն է ամենաշատը տպավորվել։ Հայկ Թորյանը ուղարկած այդ կարճ SMS-ը ուղղակի պատկերացրեք նրա ինչ հոգեվիճակում են եղել, երբ որ վիրավորվել է, ըստ երևույթին դիմադրել է նա, բայց կարողացել այդ կարճ ժամանակում այդ փոքրիկ SMS-ը ուղարկել։ Ահա նման ապացույցներով ենք նաև մենք աշխատել։ Եվ շնորհակալություն այդ հարցի համար, շատ կարևոր հարց էր, այո, ամենաբարձր մանավանդ միջազգային դատավարություններում, որտեղ դու քո ազգային դատարանի առջև չպետք է ներկայացնես տվյալներ, այլ տրիբունալում, որտեղ նստած մարդիկ գուցե վատել պատկերացնում են, թե որտեղ է գտնվում Հայաստանը կամ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եւ դուք պետք է ներկայացնեք ապացույցներ, որոնց մեծ մասը կրկին հակառակորդի տարածքում է, երբեմն դժվար է հաղթարել համապատասխան շեմը, բայց մեզ հաջողվեց դա անել։ Հայցը ներկայացնելուց հետո Ադրբեջանի կողմից ինչ արձագանք է եղել, իրենք ինչ փաստական տվյալներ են ներկայացրել, օրինակ հերքելու մեր կողմից ներկայացվածը։ Դե վարույթի ընթացքում, չէ՞ որ կողմերը փոխանակվում են, գրավոր դատավարություններ վարույթի ընթացքում, բնականաբար Ադրբեջանը հերքում էր այդ ամբողջը։ Հիմնվում էր այն սկզբունքի վրա, որ կրկին այդ տարածքը ամբողջությամբ գտնվել է հայկական պաշտպանական բանակի, մենք ենք մասնավորեցնում, բայց իրենց համար դա նույնն էր, ինչ Հայաստանի բանակը։ Նրանք ասում են, որ այդ տարածքը գտնվել է հայերի տիրապետության տակ եւ դրա վերաբերյալ ներկայացնում են ապացույցներ, որը ըստ էության ճիշտ էր։
ուղղակի այստեղ պետք էր ապացել, որ այդ կոնկրետ տարածքը դարանակալված ճանապարհը, որտեղ բեռնատարը զենք էր տանում դիրքեր, մի քանի ժամ, թեկուզ 2-3 ժամ գտնվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի վերահսկողության տակ, որը շատ բարդ է։ Ուղղակի ապացույցներ անհնարին է գտնել, ոչ մեկը ձեզ չի տա տեղեկանք դրա վերաբերյալ, ստացվում է միայն անուղղակի ապացույցների որոշակի ամբողջությունից կարելի է բխեցնել մտահանգում, որպեսզի կարողանալ դա ներկայացնել։ Ադրբեջանը հենց սկզբից հերքում էր այդ ամբողջ պատմությունը եւ ասում, որ իր զինվորները այնտեղ ընդհանրապես չեն գտնվել։ Դե իսկ վճռի հրապարակումից հետո Ադրբեջանը արեց մի բան, որը արդեն մեզ չէր զարմացնում, իր վրթովմունքը հայտնեց ոչ միայն բովանդակության վերաբերյալ, այլև նրա վերաբերյալ, որ ինչու է օգտագործում այնտեղ տեղանուններ, որոնք հայկական են, այլ ոչ ադրբեջանական, սկսած Ստեփանակերտի անվանումից, վերջացրած Թալիշի անվանումից, վերջացրած եւ այլ եւ այլ։ Բայց բոլոր վճիռների կապակցությամբ մինչեւ հիմա դրանք արդեն 8-ից շատ են, Ադրբեջանը նման փաստարկ բերել է։ Այստեղ կարելի է իհարկե նաև հարգանք տածել եվրոպական դատանի նկատմամբ, որը չշեղվեց իր տասնամյակների պրակտիկայից, որը խնդրին մոտենում է մարդակենտրոն կամ համայնքակենտրոն, եթե համայնքը այդպես է անվանում կամ այդպես է ցանկանում, որ իր համայնքը անվանվի, ապա անկախ նրանից թե որևէ այլ պետություն դա ընդունում է թե ոչ, մարդակենտրոն մոտեցում է եվրոպական դատը։ Եթե Ստեփանակերտի բնակիչները ուզում են, որ քաղաքը անվանվի Ստեփանակերտ, ոստիկանությունը անվանվի Ստեփանակերտի ոստիկանություն, ապա անկախ նրանից թե այդ տարածքը Ադրբեջանի ֆորմալ իմաստով Ադրբեջանի միջազգանորեն ճանաչված տարածքի մեջ է, բայց եթե համայնքը ուզում է, որ այդ կերպ վկայակոչվի, ուրեմն մենք այդպես էլ առաջնորդում, մանավանդ որ մենք ունենք փաստաթղթեր, որտեղ հանրային իրավունքի ուժով այդ փաստաթուղթը կոչվում է ոչ թե Խանկենդ, այլ Ստեփանակերտ կամ Մարտակերտ եւ այլ եւ այլ։ Այս քաղաքականությունը եվրոպական դատանի սկզբից ինձ զարմացրեց, առաջի անգամ բախվեցի դրա հետ, առաջի գործերը, որ կոմունիկացվեցին, դա 14-15 թվականներ եւ ես մտահոգված եմ, որ գուցե իսկապես եվրոպական դատանը վերցնի ամեն սկսի կոչել ադրբեջանական անվանումներով, բայց բոլոր գործերով մինչև վերջ եվրոպական դատանը իրերը կոչեց իրենց անունով, այսինքն այն անունով, որը հանրային իշխանությունը ընդունել էր եւ որոնք ամրագրված են, ասենք, փաստաթղթերում, օրինակ քննչական գործողություններ, դատական ակտ եւ այլ եւ այլ։ Դուք կարող եք տեսնել մի քանի վճիռներ ընդդեմ Ադրբեջանի, որտեղ ըստ էության եվրոպական դատանը քննարկել է, ասենք, Ստեփանակերտի Արաչյանի դատանի վճիռը։ Հենց այդպես էլ անվանել է, ըստ էության ընդունելով այդ դատանը որպես լեգիտիմ դատարան, որովհետեւ բովանդակային իմաստով քննարկել այդ դատանի որոշում, որը ադրբեջանցիներին ուղղակի զայրացնում էր, երբ որ եվրոպական դատանը քննարկում էր Արցախի որևէ հանրային իշխանության տված փաստաթղթի բովանդակությունը։ Դա դեպի անկախություն տանող փոքրիկ ճանապարհներ են։ Ցավալի է, որ այդ ամբողջը իհարկե այլ կերպ ստացվեց, մենք գրեցինք այդ ռազմական պարտությունը, բայց մի պահ մենք ողջորված էինք եվրոպական դատանի նման մոտեցումներով։ Եվրոպական դատարանը այս վճռով արձանագրել է կյանքի իրավունքի եւ խոշտանգման կամ անմարդկային վերաբերմունքի արգելքի խախտումներ։ Ինչու է սա կարևորվում եւ ինչու է կարևոր, որ արձանագրվել են այս խախտումները։ Եվրոպական դատանը չունի այդ կոնցեպտը պատերազմական հանցագործություն, դա գալիս է իրավունքի մեկ այլ ճյուղից, մարդասիրական իրավունքից, բայց մարդասիրական իրավունքը եւ մարդու պաշտպանության մասին է իրավական համակարգը, իրենք որոշակիորեն շփվում են։ Ուստի Եվրոպական դատանը կարող է չօգտագործել այդ տերմինը, այլ ուղղակի օգտագործել կյանքի իրավունքի խախտում, բայց չափանիշը ստանդարտը նույնն է։ Այն է զինվորը մարտադաշտում մեկ այլ զինվորի կյանքից կարող է զրկել ռազմական իր նպատակին հասնելու նպատակով միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Հիմա եթե զինվորը վիրավոր է եւ ընկած է քո ոտքերի տակ, այսինքն դու հասել ես արդեն քո առավելությանը, այն ինչին ձգտում ես ռազմի դաշտում, ուրեմն նշանակում այլևս պետք չէ նրան կյանքից զրկել, առավելևս խոշտանգելով կյանքից զրկել։ Սա ռազմական հանցագործություն է, սա պատերազմական հանցագործություն է, սա կյանքի իրավունքի անօրինական զրկել է։ Ուստի ես օգտագործի տերմիններ, որոնք իրավունքի տարբեր ճյուղերի համապատասխան կիրառվում են։ Իսկ մեր համար կարևորն է, ինչպես ես նշեցի խոսակցության սկզբում, դա բացահայտում է այս պատերազմի դեմքը։ Ցույց է տալի, որ դա օրինական պատերազմ չէ, այլ մի զարմացեք, պատերազմներն են լինում օրինական եւ անօրինական։ Ադրբեջանը ամեն ինչ անում է ցույց տալու, որ իրենք վայելեն օրինական պատերազմ, այն է ինքնապաշտպանություն, այն է հայրենական պատերազմ։ Իրենք ազատագրել են իրենց հողերը թշնամիներից, այսպես են ներկայացնում։ Եվ իրենց սարսափելի զայրացնում է, երբ որ նման վճիռներ են կայացվում, որտեղ բոլորին այլ պատմություն է ջրերից դուրս գալ, իրենց ժողովուրդը կարդում է հասկանում ինչպես իմ զինվորները
գլուխ են կտրել, մատներ են կտրել, դաստակներ են կտրել, ահա լուսանկարները, չէ՞ որ այդ ամենը իրենք թաքցնում են իրենց ժողովրդից եւ միջազգային հանրությանն էլ փորձում են այլ կերպ ներկայացնել, թե ահա հայերն են ահաբեկիչ, ահա դատական ակտ կա, 15 հոգի մեր բանտերում դատապարտվել են արդեն, ընդունել են իրենց մեղքեր եւ այլ։ Մեկ էլ այս ֆոնի վրա հանգարց Եվրոպական դատանը բոլորովին այլ փաստեր են ներկայացնում։ Դա մոտավորապես նման է Չեչնիային, երբ որ Ռուսաստանը տարիներ շարունակ ներկայացնում էր չեչեններին որպես ահաբեկիչներ, բայց եթե դուք ուզում եք իրականում հասկանալ ինչ է տեղի ունեցել, ասենք Չեչնիայի 90-ականներին կամ 2000-ի սկզբին, կարդացեք Եվրոպական դատանի վճիռները։ Դուք կսարսափեք, թե այնտեղ ինչ է տեղի ունեցել։ Ահա դրանով է դատական ակտը կարևոր։ Դատական ակտը դա հրապարակախոսություն չէ, որը կարելի է հերքել ընդամենը մեկ այլ ավելի գեղեցիկ ձևակերպված բառապաշարով։ Դատական ակտը դա պատմական փաստ է, դա ապացույց է։ Եվ ապացույցը հերքել նույնիսկ հռետորաբանությամբ չի ստացվում։ Հիշեք Լաչինի դեպքը, երբ որ ամբողջ աշխարհը Ադրբեջանը ասում էր չկա արգելա, չկա բլոկադա։ Լաչինի ճանապարհը բլոկադայի ենթարկված չի։ Եվ կարծես թե գրեթե աշխարհին համոզել էր, որ նման բան չկա։ Մանանտ Աղդամի կողմից իրենք ինչ որ բեռնատարներ մոտեցին ցույց տալու համար, որ ճիշտ է դեպի առաջ չեն կարող շարժվել, բայց դեպի հետ կարող են շարժվել, ուստի Արցախը բլոկադայի մեջ չի, որ մեզ էլ մեղադրում եք, թե մենք ցեղասպանություն ենք նախապատրաստում, այն է սովորության մատնել Արցախի բնակիչներին։ Եվ այս դիսկուրսը արդեն գնում էր ի օգուտ Ադրբեջանի, որովհետև իրենք մեծ ռեսուրսներ են դրել, մեդիա ռեսուրսներ են դրել, տարբեր այնտեղ էքսպերտներ են խոսում, մեկ էլ այդ ֆոնի վրա Արտադրության միջազգային դատարանի միջանկյալ դատական ակտը, որ ուղղակի կարծես ամպրոպ էր նրանց համար, որտեղ ասեց ճանապարհը արգելափակված է եւ դուք պարտավոր եք բացել։ Եվ բոլորը միանգամից սկսեցին այդ դատական ակտը ընդունել, որտեղ դա դատական ակտ է։ Ահա դրանով է դատական ակտը կարող, դա անհերքելի պատմական փաստ է։ Եվ գուցե այսօր երբ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք նաև ծրագրում են դուրս գալ Եվրոխորհրդից, վստահ եմ իրանք չէին ցանկանա, ես էլ չէի ցանկանա, որ դուրս գային, որովհետև դրանով ես կորցնեմ իմ դատավարական հակառակորդին։ Բայց ես հասկանում եմ, թե ինչու են նրանք դա անում, որովհետև իրենք գիտեն, որ դեռ շատ այսպիսի վճիռներ են դուրս գալու, իսկ դրանց հակակշռի իրենք չունեն, եւ այդ վճիռների ամբողջությունը փոխել է պատերազմի վերաբերյալ պատկերացումը, որ դա իրականում եղել է ագրեսիվ անօրինական պատերազմ։ Ահա պատասխանով ձեր հարցին, այս վճիռը ինձ համար դրանով է կարևոր։ Իհարկե ամենակարևորը սա հարազատների համար է։ Մենք, որովհետև նրանց ցավը չեն կարող պատկերացնել։ Չես վերադարձնի նրանց որդուն, բայց սա ռեաբիլիտացիա է, սա արդարության ինչ որ հաստատումն է։ Իսկ ծնողներից բացի, ասենք մեր համար որպես մասնագետների, թեկուզ այս գործի վրա աշխատել ենք, մեր համար ես նշեցի կարևորը դա բացահայտեց այդ պատերազմի էությունը։ Մի բան է վճռի կայացումը, հրապարակումը, ընդունումը եւ մի բան է դրա կատարումը։ Ինչպես է ապահովում այս վճիռների կատարումը։ Այո, դա հարցի մյուս կողմն է։ Չեմ ասում, որ եթե Ադրբեջանը որոշի իսկապես դուրս գալ Եվրոպայի խորհրդից, շարունակել են վճիռներ կայացվել այն գործերով, որոնք ներկայացվել են միջև Եվրոպայի խորհրդի կազմից դուրս գալը, բայց չգուշակենք թե ապագայում ինչ է տևում։ Այո, դա հարցի մյուս կողմն է։ Այս պայդրությամբ 9 վճիռ կա, եթե չեմ սխալվում, կայացված եւ ոչ մեկով Ադրբեջանը դրանք չի կատարել, նույնիսկ կատարելուն էլ չի մոտիկացել, ուղղակի 1-2 գործով այնտեղ որոշակի քայլեր է արել, որ ինձ էլ զարմացրեց, ասենք գործողությունների ծրագիր է ուղարկել, դա առաջի քայլն է։ Կարծում եմ Ադրբեջանը մոտ ապագայում չի էլ կատարելու, բայց եթե որոշել է մնալ Եվրոպայի խորհրդում, ապա այդ բեռը գնալով ծանրանում է։ Եվ այդ բեռը առաջի անգամ արտահայտվեց 23 թվական, երբ որ ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց, որ Ադրբեջանցի համար որքանაც անսպասելի էր, շատ խիստ բանաձև, որի հիմքով նրանց պատվիրակների լիազորությունները կասեցվեցին ԵԽԽՎ-ում, նրանք այլևս քվեարկելու իրավունք չունեն, մինչև ասենք այնտեղ մոտ 20 կետ կար։ Այդ 20 կետից երրորդը վերաբերում էր Արցախի բնակիչների վերադարձի իրավունքին։ Չեմ հիշում, որերորդ կետը վերաբերում էր դատական ակտերի չկատարմանը։ Այսինքն այս երկիրը ընդհանրապես Եվրոպայի խորհրդի անդամ լինելով ոչինչ չի արել այս 25 տարվա ընթացքում։ Օրենքները չի փոխել, ազատ արտահայտվելու իրավունքը չի ապահովել, բանտարկյալներին, քաղբանտարկյալներին չի ազատել եւ այլ եւ այլ։ Միայն պատերազմ է վարել։ Իր ռեսուրսները արդեն համոզելու Եվրոպայի խորհրդին ավարտվել են։ Այլևս Եվրոպայում Ադրբեջանի խոստումներին, առնվազն Եվրոպայի խորհրդում չեն հավատում։ Դրա համար այդ բանաձևը ընդունվեց։ Եվ հա այդ վճիռները շարունակվում են։ Ադրբեջանը ես չեմ կարծում, որ այդ վճիռները կկատարի համանadus մոտ ապագայում։ Այստեղ ոչ թե կատարել, այլ կարողանա կատարել, թե ոչ։ Իրենք մոռացել են, թե ինչ է նշանակում արդար դատաքննություն, իրենք մոռացել են, թե ինչ է նշանակում իրական ռեֆորմ։
իրենք մոռացել են թե ինչ է մրցակցային դատավարություն։ Դրանք խոսքեր չեն, դրանք համակարգեր են, որոնք պետք է ստեղծել։ Եվ դրա վրա նույն Հայաստանը 2 տասնամյակ ծախսել է եւ իրական համակարգեր ստեղծել են, թեկուզ մրցակցային դատավարության։ Այստեղ նաև քաղաքական ասպեկտը կա։ Ցանկացած ռեֆորմ, որ Ալիևը անի կամ քաղաքական վերնախավը, թույլատնելու իրենց քաղաքական իշխանությունը։ Պատկերացրեք, այնտեղ հանկարծ ազատ խոսքի չափանիշները վերանայվեն։ Բնականաբար միանգամից քննադատության սլաք ուղղվելու է հենց քաղաքական վերնախավն, որտեղ այնքան շատ խախտումներ են նրանք կարել այս 2 տասնամյակում։ Միակ սուր բանը շակերտների մեջ երևի նրանց համար դա իրենց պատերազմն է, որին ոչ ոք չի ուզենա դիպչել, բայց դրսից եկող ազդակները, դատական ակտերը խոսում են դրա համար, որ այստեղ էլ օրինականության խնդիր կա։ Ահա այս ամենը իմի բերելով ես չեմ կարծում, որ մոտ ապագայում Ադրբեջանը կատարելու է այդ վճիռները, միայն խուսանավելու է։ Բայց մյուս կողմից եկեք տեսնենք օրինակներ այլ ռեգիոններից։ Օրինակներ, որ 3 տասնամյակ հետո երկիրը Թուրքիան, որ ասում էր ընդհանրապես ինքը կապ չուներ Հյուսային Կիպրոսի հետ, ի վերջո դատական ատյանները ընդունեց իր մեղքը, ասաց այո, կապ եմ ունեցել, ինքս եմ բռնի տեղահանել եւ հայ համաձայն եմ ռեպարացիա վճարել եւ 2015 թվականին ստեղծեց մի ռեպարացիոն մարմին Հյուսային Կիպրոսի հույների համար 230,000 մարդ, որ հնարավոր չէր պատկերացնել, ասենք դրանից 10 կամ 20 տարի առաջ։ Ոստի խնդրին մենք մոտենում ենք երկարաժամկետ մոտեցումով, որ սա 4-5 տարվա խնդիր չէ, սա մի քանի տասնամյակի խնդիր է։ Եվ այն դատական գործերը, որ տարվում է միջազգային տրիբունալներ, այդ նաև գույքային իրավունքի հիմքով, դրանք ապագայում նախատեսված այդ գործողությունների հիմքերն են այսօր դրվում, որը ես չգիտեմ հնարավորություն կունենանք մենք դրա վկան լինելու թե ոչ, բայց մեր հաջորդ սերնդի համար կամ հաջորդ մեզանից հետո եկող մասնագետների համար մենք թողում ենք ինչ-որ հիմքեր, որը իրենք պետք է վերցնեն ու շարունակեն։ Ու դա չանելը չի ստացի, որովհետև եթե մենք դա չանենք, ադրբեջանցիները կանեն, բայց արդեն բոլորովին մտածածին հիմքերի վրա։ Այս վճիռը ինչ ազդեցություն կարող է ունենալ 2016 թվականի պատերազմից հետո ուղարկված մյուս հայցերի 2020-2023 թվականի Դե պատկերացրեք Հայկ Թորյանի կողքին նստած է եղել վարորդը Ղարիբյանը, որին նույնպես նման դաժան վերաբերմունք են ցուցաբերել։ Պարզ է, որ եվրոպական դատանը արդեն այլ որոշում չի կարող ընդունել, եւ այս գործով նույն անման որոշում կընդունի։ Կան գործեր, որոնք իրավաբանորեն բավականին տարբերվում են այս երկու գործերից, բայց քանի որ կարծում եմ, որ տարածքային իրավազորության հարցը լուծվել է մեր օգտին, որտեղ ամենաբարդ խնդիրը այս գործերում տարածքային իրավազորությունն է, այսինքն այն պահին, երբ որ այդ հանցագործները կատարվեցին, որ երկրի վերահսկողության տակ էր գտնվում, ասենք տվյալ դիրքը, Ադրբեջանի թե Հայաստանի, սա վիճելի հարց է։ Հիմա եթե մի գործով մենք կարողացանք հաղթարել եւ նույն վայրում գտնվող մեկ այլ գործով նույնպես կհաղթարենք։ Հուսով եմ, որ մնացած գործերը էլ կհաղթարենք։ Եթե մենք հաղթահարենք այդ տարածքային իրավազորության խնդիրը, ապա մնացած հարցերը, ապացույցները, որ դուք բարձրացրեցիք, կարծես թե արդեն լուծված է մեր օգտին, որովհետեւ ապացույցների վրա լավ աշխատանք է տարվել։ Եվ այստեղ իհարկե նաև կանխավարկած կա, որ կանխավարկածը դուժողի օգտին է աշխատում։ Ի վերջո մեծ հաշվով, որ վերցնենք, կատարվել են խոշտանգումներ Եվրոպայի խորհրդի տարածքում, որտեղ Արցախը այսպես թե այնպես Եվրոպայի խորհրդի տարածք էր, անկախ նրանից դա Հայաստանի տիրապետության տակ էր թե Ադրբեջանի։ Ուստի այստեղ Եվրոդատանը չպետք է որ վակուում թողնի, որովհետև եթե որոշեց, որ Ադրբեջանի զորքերը չեն կատարել այդ հանցագործները, ապա ինչ Հայաստանի զորքերն են կատարել։ Ուր է ապացույցը։ Եվ եթե մերժի դատական ակտը, մեր դիմումները կստացվի վակուում։ Իսկ Եվրոպայի խորհրդի տարածքում վակուում չի կարող մնալ, իրավական վակուումի մասին է խոսքը։ Սա էլ է պարտադրում եվրոպական դատան, որ ըստ էության ինքը վճիռ կայացնի, այլ ոչ թե ուղղակի ինչ-ինչ ընդունելության չափանիշը չհաղթահարելու հիմքով դիմումը մերժի։ Այդ դեպքում առաջանում է կրկնում աբսուրդային վիճակ։ Եվրոպայի խորհրդի տարածքում զինվորի գլուխ են կտրում եւ ոչ մեկը պատասխանատու չի գտնվում։ Ստացվում է իրավական վակուում եւ դա լրացնում այն վակումը, որ այսօր Ադրբեջանը ստեղծել է Արցախի տարածքում, ոչ մի միջազգային կազմակերպություն միջև հիմա, բացի որոշ բիզնեսմեններից, նրանց մասին չէ խոսքը, երևանագետներից, ոչ մի փաստահավաք առաքելություն, ոչ մի մարդու հարցերով հանձնակատար կամ նրանց օգնականներ այս տարածքը ոտք չեն դրել։ Այնտեղ մենք չգիտենք ինչ է կատարում։ Եթե չլինեին ադրբեջանցիների դրած վիդեոները,
տեսանյութերը եւ չլիներ արբանյական լուսանկարները, մենք չէինք կարող իմանալ, որ այնտեղ շենքեր են քանդվում, տներ են քանդվում, թալանվում են եւ այլ։ Եթե ամփոփենք, ամբողջությամբ գնահատենք այս վճիռը, արդյոք կան վիճելի կետեր, որոնք կարող էին այլ կերպ ներկայացվել կամ որոնք ոչ այնպես են ներկայացվել, ինչպես ակնկալվում էր։ Վիճելի կետեր կան, բայց դա ոչ թե նրանից է, որ մենք այսպես կամ այնպես ենք ներկայացել, դա եվրոպական դատանի դատական քաղաքականությունից է գալի։ Դուք երևի նկատել եք, որ այնտեղ 14-րդ հոդվածով խտրականության արգելքի իրավունքի խախտման վերաբերյալ որոշում չի կայացվել։ Դա եվրոպական դատանի ճակերտների մեջ ասած հիվանդությունն է։ Բոլոր գործերը, որ տարվում են նման գործերով, սկսած 9-10 թվականից, անպայման ներկայացում է, որ ահա այդ արարքը կատարվել է այդ խախտումը, որովհետև նա հայ էր։ Այսինքն ազգային թշնամանք, էթնիկ ծագման հիմքով թշնամանք։ Եվրոպական դատանը որպես կանոն խուսափում է 14 հոդվածին դիպչելուց, բայց այդ մտքերը մոտարապես ձևակերպում է այլ հոդվածների ներքո։ Սա դատական քաղաքականություն է։ Եվ միայն, եթե չեմ սխալվում, Գուրգեն Մարկարյանի գործով է, որ 14-րդ հոդվածը սահմանել է որպես խախտում։ Մնացած բոլոր գործերով խուսափում է։ Բայց օրինակ մեկ այլ գործով, թեկուզ 14-րդ հոդված չի նշել, բայց ասել է, որ ի վերջո այդ անձին կյանքից զրկել են այդ քրեակատարական հիմնարկում, որտեղ թշնամական միջավայրեր նրա շուրջը։ Թշնամական բնականաբար, որտեղ նա հայ էր։ Այսինքն սա դատական քաղաքականություն է, որ հետ մենք համաձայն չենք, որը մենք քննադատում ենք եւ միշտ հորդորում ենք եվրոպական դատանին ֆիքսել անպայման, որ նաեւ խտրականության արգելքի իրավունքի խախտում է տեղի ունեցել, բայց եվրոպական դատանը դեռ չի ցանկանում դա դարձնել կայուն քաղաքականություն։ Ահա Թուրանի գործով նույնպես 14-րդ հոդվածով խախտում չարձանագրեց։ Բայց ասել, որ մենք մեծ բան ենք կորցրել, ոչ, որովհետև 14-րդ հոդվածի մտքերը, այսպես թե այնպես 2-րդ, 3-րդ հոդվածի ներքո նույնպես եվրոպական դատանը շարադրեց։ Դատարանները ունեն նման բան։ Իրենք ունեն իրենց դատական բյուրոկրատիան, որը երբեմն, այո, բացասական հետևանքի առաջացնում այն շրջանակի վրա, որով խախտումը ճանաչում է։ Բայց մեծ հաշվով տվյալ դեպքում էական բաստողում չեմ համարում եվրոպական դատանի կողմից։ Դուք կարդացել եք վճիռը, Թուրանի վճիռը, ասենք որ պահն է, որ ավելի տպավորվել է ձեր մոտ։ Ես ինքս եղել եմ այն վայրում, որտեղ դա տեղի ունեցել է, այդ դեպքը։ Դա ինչ որ հարթ տարածք չէ, այնտեղ իսկապես դարանակալում է եղել։ Եվ ինչպես նշում եմ, համեմատելով Խալափյանների, հիշում եք Խալափյանների դեպքը, այդ դիրքերից Խալափյանների տունը երևում է մոտավորապես հյուսային կողմում կամ հյուսիս-արևմտյան կողմում։ Իմ կարծիքով համեմատելով ժամերը, որովհետև դեպքը տեղի ունեցել առավոտյան 11-ին բեռնատարի դարանակալումը, իսկ Խալափյանների հետ տեղի ունեցել դեպքը դրանից մի քանի ժամ առաջ։ Եվ դա եղել է հայկական զորքերի թիկունքում։ Իմ կարծիքով դա եղել է նույն դիվերսիոն խումբը, որը արդեն այդ վայրենությունները կատարելով ուղղակի փորձում էր սահմանը անցնել եւ գնալ միանալ իրենց զորքերին եւ այդ պայն պատահաբար բոլորին պատահաբար իրենք տեսել են, որ բեռնատարը, իսկ այդ բեռնատարը զինամթերք է տանում դիրքեր։ Եվ եթե Ադրբեջանը իսկապես լներ ժողովրդարական պետություն եւ այս վճիռը ցանկանար կատարել, հասարակ դատաստանական փորձաքննությունը կարող է պարզել, որ եւ Հայկ Թորոյանի կամ Բեռնատարի, որտեղ Բեռնատարի լուսանկարը որ տեսնեք, այնտեղ ցանց է սարքած այդ մեքենայից, այնքան են կրակել։ Հասարակ դատաստանական փորձակ ցույց կտար, որ այդ նույն զենքերից են արձակվել կրակոցներ եւ Խալափյանների նկատմամբ, տարեցները խաթալեր, եւ Թորոյանի եւ Ղարեբյանի նկատմամբ։ Բայց իհարկե դա այն պետությունը չէ, որը որպես վճիռ կատարում հանձնառի եւ իրականացնի քննություն պարզելու համար, թե ովքեր են այդ պատերազմական անձագործությունը կատարել։ Այսօրվա Ադրբեջանի վերաբերյալ նման բան ասելը դա ուղղակի պատրանք է, դա անիրականալի ինչ որ մի բան է։